Պատվարժան դատարան այս հետազոտված ապացույցի հետ կապված ես միջնորդում եմ, որպեսզի մեղադրյալ Սարգիս Հարությունյանը պարզաբանի, թե այս ինձ զենքի մասին է խոսքը։ Ով պարզաբանի։ Սարգիս Հարությունյանը։ Չունենք, դահլիճում Սարգիս Հարությունյան չունենք։ Պատվարժան դատարան և հարգելի դատավարությանը հետևողներ։ Այս զենքերի մասին փորձագետի եզրակացությունով հետազոտվեց, ըստ քրեական վարույթի նյութերի հայտնաբերվել է Սարգիս Հարությունյանի բնակարանից, որին տոնակերս չեմ ճանաչում, այս գործով երբևէ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չի ունեցել և չի համարվում 19-րդ արդար է։ Հետևաբար անհասկանալի է այս ապացույցի բովանդակությունը ինչ փաստական հանգամանք հաստատելու, եթե դիտենք մեղադրանքի տրամաբանության մեջ, որ գոյություն ունեցել ինչ-որ խումբ, ով որ պլանավորել է ինչ-որ խումբը, որ պլանավորել է ինչ-որ ապօրինի բաներ, և այդ ապօրինի բաների մեջ կարող էին օգտագործվել նաև զենքեր, այս տրամաբանության մեջ պետք է հասկանանք, որ կա ինչ-որ Սարգիս Հարությունյան, ով այս գործով նույնպես մեղադրյալ պետք է լինի, որտեղ եթե զենքը պատկանում է այդ անձին, չի կարող էլի այնպես ստացվել, որ այդ անձի զենքը պետք է օգտագործվել, բայց այդ անձը տեղյակ չի դնում մասին։ Ենթադրվում է, որ այս վարույթի շրջանակներում կատարվել են ինչ-որ գործողություններ, ինչ-որ անձի մոտ հայտնաբերվել է զենք զինամթերք, գուցե այդ անձի նկատմամբ առանձին մեղադրանքել է հարուցված, բայց ամենակարևոր հարցը, ինչ կապ ունի դա այս վարույթի հետ։ Մեղադրական եզրակացությամբ շարադրված ինչ փաստական հանգամանք է հաստատում, առհասարակ որ մեղադրյալին է կապված, եթե Սարգիս Հարությունյանը այստեղ նստած է, գոնե կենթադրենք, որ կարող է իր հետ ինչ-որ կապ ունենա, բայց մենք այդպիսի մեղադրյալ չունենք։ Հետևաբար, այս ապացույցից միջնորդում եմ համարել ոչ վերաբերելի և դուրս հանել ապացույցների ծավալից։ Պաշտպանական կողմը ցանկանում է արտահայտել։ Որը։ Կներես, կրտիչա։ Իրականում ակնկալիք կա, որպեսզի մեղադրանքի կողմը, որ նախնական փուլում է, հստակ չի ներկայացրել, որ ապացույցով ինչ հանգամանք է հաստատելու, լրացուցիչ պարզաբանում տանես, թե Սարգիս Հարությունյանի տանը հայտնաբերված զենքը ինչ կապ ունի այս գործով մեղադրյալների հետ։